Շարունակում եք Էդոնի Արևոտ հեռուստադիտողներ։ Այո, մարտի 15-ին տեղի ունեցավ Սլավյանսկի բազար 2025 ամենամյա մանկական եւ երիտասարդ կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլը։ Արդյունքում փաստորեն հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել Սլավյանսկի բազար 2025 ամենամյա միջազգային մանկական կատարողների մրցույթում Հայաստանը կներկայացնի մեր այսօրվա հյուրին, բայց ոնց հասկացա չի եկել, հա? Հա, դե ոչինչ, խոսենք։ Բայց այո, Վրեժը կներկայացնի։ Ես իհարկե սիրով մեր հյուրերին ներկայացնեմ Երևանի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյան, երիտասարդ կատարողների մրցույթի հաղթող Դավիթ Կիրակոսյան։ Կա ազգական եք դուք։ Չէ, Կիրակոսյան։ Բարի լույս։ բայց ազգական եք էլի արդեն, բարի լույս։ Եթե Կիրակոսյան են, գիտեք Կիրակոսյան են։ Կոռուպցիոն ռիսկեր չկան, չէ։ Չէ, չկան։ Դրա կատակ է բան։ Ես պարագայում։ Դավիթ Կիրակոսյանը հիմա ստացել է ինչ։ Սա ինչ մրցանակ է։ Սա հավաստագիրն է, որը որ հնարավորություն է իրեն ընձեռել, որ ներկայացնի Հայաստանը, այսինքն նախընտրական փուլին հաղթող է ճանաչվում։ Ոնց եք նախընտրական փուլն անում օնլայն, թե գնում եք։ Այստեղ ոչ օֆլայն ենք անում Հայաստանում, այո, ամեն տարի իրականացնում ենք եւ այս տարի եւս կազմակերպեցինք, բավականին հետաքրքիր անցավ, իհարկե մանկական կատարողներից Միլանան է Օրդակյան, ով այս պահին արտերկրում է գտնվում, իհարկե անսպասելի այսպես իրավիճակ ստացվեց, մեկնեցին։ Դե ոչինչ, գործով է։ Իսկ Դավիթը այսօր ինձ հետ է եւ այս տարի իհարկե Դավիթ այդ հնարավորությունը ունի։ Երբ է տեղի ունենալու։ Հուլիսի 5-ից 15-ը։ Մրցակցությունը մեծ էր, հա, շատ ցանկացողներ կային։ Իհարկե շատ էին, բայց մենք ձևավորում ենք տասնյակներ, այսինքն ոչ բոլորին ենք թույլ տալիս մասնակցելու, որովհետև բազմաթիվ հայտերից մենք ընտրում ենք լավագույնները, որպեսզի այսինքն նաև մարդկանց էլ ստրեսի չենթարկենք, էլի այսպես ինչ-որ։ Այնտեղ մարդիկ կան գալիս երգում են, բայց երգի հետ կապ չունի։ Հա, նաև մենք էլ նաև ստրեսի չենթարկվենք։ Ուզում եմ անեմ ես կոտրեցի, թե կոտրացեր։ Չէ, չի կոտրվել, ուղղակի դուրս է եկել տեղից, մենք կտեղադրենք։ Դեռ չտամ, ոնց որ ասում անկել եմ այս Կան հավաստակի օրինակներ, ինչպես չպետք է երգել, որ օրինակը հասկանում եք, ինչպես չպետք է երգի մարդը։ Ինչպես չպետք է երգի։ Հա։ Եթե մրցույթի հետ կապված է, Աղազան չպետք է լինի։ Առհասարակ պետք է լավ երգիչ լինի եւ բնական տվյալներ ունենա, այսինքն անպայման բնատուր պետք է լինի, ինձ համար դա կարեւոր է, երգիչը եւ ընդհանրապես արտիստը պետք է բնությունից օժտված լինի։ Եթե չունի, ինչ որ բան սարքված է, ապա ինքը մրցութային չէ ինձ համար, օրինակ։ Ձայնը հնարավոր է սարքել։ Հնարավոր է ձայնը դնել։ Այսինքն որոշակի ինչ-որ մաքրել եւ որոշակի ֆրազիրովկաներ բերել ինչ-որ հարթեցնել, որպես ինքը երգի ինչ-որ մի փոքրիկ ստեղծագործություն, բայց դա չի կարելի համարել երգ, երգիչ եւ մրցույթային։ Հա, այսինքն ինքը չի կարող մեծ երգիչ դառնալ, ուղղակի կարող է ժամանակ ինքը կարա իրան մի քիչ դրսևորի։ Կարա կլկլացնի։ Հա, կլկլացնի, բլբլացնի։ Ինչ որ հիմա անում են։ Ցնիով, ինչքան արտահայտություն։ 3 բառով սիրեցի չգիտեմ ինչ դեմ լա այդպես բաներ չէ բայ երգում այլակ Դավիթի պարագայում Դավիթը ընդամենը մենք ձեզ մոտ եղել ենք հյուր եւ 2 տարի առաջ Ալմատին իմ սրտում բանի մրցույթի հաղթողներ առաջին մրցանակ արդեն արժանացել է ինչպես նաեւ այլ նախագծերից եւս ինքը հայտնի է եւ նաեւ մեր քոլեջն է ավարտել ժամանակին մեր շրջանավարտն է ով ունի փորձ եւ կարծում եմ որ մենք չենք հավատում ասում ավելի լավ է մեկ անգամ լսես քան մի քանի անգամ Բայց իմանանք ինչ երգ է կատարել, որով ստացել է այսպես ասած այս հավաստագիրը։ Կատարել եմ երջանկայի շատակ Արտուր Գրիգորյանի «Կյանք ու կռիվ» երգը, Արնո Բաբաջանյանի «Տվայի սլիդին» եւ Ոչելի երգացանկից «Մելոդրաման»։ Այդ իրենց պահանջներն է։ Պահանջները այո, հետեւյալն են, որ մենք պետք է լսենք 3 տարբեր լեզուներով եւ ժանրերով, եւ սա շատ կարեւոր է, որովհետեւ այնտեղ պահանջը բացառապես արտիստը ներկայացնում է առաջին օրը սլավոն լեզվով սլավոնական որևիցե ստեղծագործություն կոմպոզիտորի, իսկ երկրորդ օրը համաշխարհային հիթ է ներկայացնում պարտադիր, բայց մենք մեր նախընտրական փուլում բնականաբար ներառում ենք հայերեն ստեղծագործություն յուրաքանչյուր կատարողին, որովհետեւ ամենադժվարը անշուշտ երգելը հայերենն է։ Ասեմ, հայերեն երգելը առհասարակ դժվար է։ Իրենք գիտեն, որ հայերեն երգելը դժվար է։ Իրենք էլ գիտեն այո դրա մասին եւ մենք էլ գիտենք, որ հայերեն երգելը ավելի դժվար է։ Բայց դա ինչով է պայմանավորված։ Պայմանավորված է եւ լեզվական, այսինքն իհարկե մեր քերականական, հա, այդ այո, դասավորվածությամբ, ինչպես նաեւ մեր մելոդիան, ներողություն, մեր մելոդիան եւ մեր հարմոնիաները, հայկական երաժշտության հարմոնիաները, իրենք բարդ են ավելի։ Լուծման մեջ, կատարողականի մեջ, այս սոլֆեջո, որ ասում են, այդ կատարելու մեջ ավելի դժվար են յուրաքանչյուր երգիչ չի կարող դա հաղթահարել
Իսկ օրինակ եթե վերցնում ենք շատ երգեր, շատ ստեղծագործություններ, համաշխարհային հիթերը նույնիսկ վերցնում ենք ցանկացած ստեղծագործության այդ հայ կոմպոզիտորի ցանկացած Բաբաջանյանի եւ այլն, երբ որ համադրում ենք, չէ՞, տեսնում ենք որ շատ པարզ պրիմիտիվ ինչ որ երաժշտական մի գիծ ունեն նրանք։ Դա դուք էլ որ տեսնեք, վերցնեք, համեմատեք, կտեսնեք, եթե երաժշտական կրթություններ չունեք, հայվերսեք ցանկացած Բաբաջանյանի ստեղծագործություն եւ համադրեք յուրաքանչյուր համաշխարհային հիթի հետ։ Դուք կտեսնեք թե ինչպիսի հարմոնիաներ կան այնտեղ եւ ինչպիսի երաժշտական գամաներ ու լուծումներ կան։ Բոչելի էլ է, հեշտ երգելը։ Գիտեք, Բոչելիի ստեղծագործությունները, եթե իհարկե նեոկլասիկ ժանրի մեջ է, որը որ այժմյան այս ժամանակակից աշխարհում անվանում են, հա, դասականի եւ էստրադան այդ համադրումը, որոշակի չափով հեշտ է, բայց իհարկե իր թռիչքները, եթե կլասիկ է, բնականաբար իր բարդությունները բնականաբար։ Դավիթ, դուք քանի տարեկան եք։ 27 տարեկան եմ։ 27 եւ ձեր ասպարեզը մասնագիտական երգարվեստն է վերջ։ Այո, միայն երկում եմ։ Այսօր մենք կարող ենք լսել Դավիթին մի փոքր հատված, թե չէ։ Կարծում եմ իհարկե խնդիր չկա։ Առավոտը ձեզ չի խանգարում։ Ընդհանրապես երկիչին խանգարում է առավոտյան, բայց դե երկիչը պետքա որ ասում են պետքա քնից հանես, ասես երկի, դա երկիչա կոչվում է։ Չգիտեմ հիմա ինչքանով ինձ մոտ կստացվի։ Կստացվի, իհարկե։ Խաղության մեջ ամենքից ճակատագրերն են տարբերվող, բայց հայրենիք պաշտպանելիս դառնում ենք մի երկինք ու հող, ամփորձան վախ հոգիներից հավաքվեցինք բանակ դարձանք մեր անցյալի հերոսներից, շարանգեցինք մի երազանք, երկիրը սեր է, հողը կյանք, թե կրվի շգամ ու քո համբույրը չզգամ, արցունքներդ լի, թող հաղթանակը սրբի, կներես դու ինձ ման քո որդուն, ես խաղաղ երկնքով կգամ տուն, թող գրկի քեզ ընկերս հիմա, իմ կողմից թող քեզ ասի իմա։ Բրավո, բրավո։ Ապրեք, ճիշտ են արել, որ ձեզ են ընտրել։ Շատ ճիշտ են արել, համոզված եմ, որ Այո, մենք իհարկե վստահ ենք, որ դուք երևույթ է հաղթանակով եք հետ վերադառնալու, որովհետև Վրեժը վերջին շրջանում ամեն անգամ դա ստանում է, հաղթանակով բերում է։ Մենք անընդհատ այստեղ բազում երիտասարդների ենք հյուրընկալել, ովքեր հաղթանակով են վերադարձել։ Դա հաստատ ասում ֆուտբոլն էլ այդ օրը ընկնի, բայց լավ է, դե մի հիշեցրու։ Չի մի հիշեցրու։ Ես Դավիթի ցավոտներն է դրա համար ես առավոտվանից ձեր է դուք եք տանջվում։ Ինչ լավ է որ ես տղա չեմ, թե չէ ինձ թվում է ես էլ տենց կտանջվեի այդ դարդից։ Ես ասեմ, որ ֆուտբոլի երկրպագու լինելու համար պարտադիր չի որ դու Չէ, դե ես ուրիշ դարդով եմ տապակվում։ Ես Հայաստանում ձևավորվող խնդիրներով եմ տապակվում, դուք սպորտով տապակվեք։ Թե չէ մեզ մոտ նաև դա էլ է։ Երկուսն է համատեղ դուք գորը։ Դե դուք տղամարդ եք, պետք է շատ խնդիրների դիմանաք, մենք հո ձեզ հետ չենք համեմատվելու։ Դա հաստատ որ տենց լինի։ Ինչքան դիմանակ դու Չգիտեմ, ժամանակահատված այնքան դիմանակ, մինչև որոշեք, որ մի բան պիտի լուծեք։ Այդքան երևի։ Ճիշտ չեմ ասում։ Այո, համաձայն եմ։ Ասում եք դու մենակ ես իրենք շատ, ինչ ես sense ոգևորված խոսում դա համար։ դրա համար էլ շատ սիրելով ենք այդ խոսում։ Հանգիստ։ Եթե անդրադառնանք առաջիկա էլի ծրագրերին, հա, ինչ որովհետև ինչ որ սեզոնը բացվում է նաև հասկանում եմ մրցույթների, ինչ եք էլ ուզում անել։ Մենք այս տարի իհարկե բազմաթիվ միջազգային մրցույթներ ունենք, որոնց որ կգնանք կմասնակցենք, բայց ամենակարևորը առաջնայինը այս պահին Սլավյանսկի բազարն է, որտեղ որ կարծում եմ մենք իհարկե լավ ցուցանիշներ կգրանցենք, իսկ դիմացը մենք ունենք բազմաթիվ պրոյեկտներ, Ազնավուրը մեզ մոտ չի ավարտվում իհարկե 100 դեպի 101 է գնում, շուտով նաև կազդարարենք այդ պրոյեկտի մասին, Ազնավուր 100 քաղաք Ազնավուր է լսում Երևան քաղաքը 100 կլինենք ձեզ մոտ հյուր, շատ հետաքրքիր է մինչ մայիսի 22-ը, դրա մասին իհարկե չեմ ուզում այս պահին փակագծերը բացել, շատ գեղեցիկ պրոյեկտ է եւ նաև իհարկե բազմաթիվ միջազգային մրցույթներ, որոնց ամենամյա համապատասխան հայտերով
կգնանք եւ կմասնակցենք, կլինենք Եվրոպայում, կլինենք Ասիայում, կլինենք տարբեր երկրներում, էլի, այսպես այս կոնտեքստով աշխատելու ենք։ Ես ոնց հասկանում եմ, այնուամենայնիվ այս ոլորտում մենք իսկապես անհատներ ներկայացնելու պակաս ու խնդիր չունենք։ Ես տենց եմ զգում, չգիտեմ։ Իհարկե չունենք եւ ես պետք է միշտ կրկնվեմ ինչքան գամ այստեղ Անուշիկ ջան ասեմ, որ մենք աշխարհին մշակույթ ունենք տալու, մշակույթ իհարկե վերցնելու եւ մշակույթով բնականաբար կարող ենք յուրաքանչյուր պահին ցույց տալ մեր ազգային առանձնահատկությունը, այն որ ի վերուստ Աստծո կողմից մեր երիտասարդությունը, մեր ազգը օժտված է մշակույթ կրելով եւ այդ մշակույթը իհարկե զարգացնելով ու ճիշտ ներկայացնելով։ Հաստատ դա կարող եմ ասել, որ այդ մեր միակ զենքն է։ Այո, այս ամենամեծ զենքն է եւ եթե դա չանենք, բնականաբար էլ ուրիշ ինչ պետքա ցույց տանք, չգիտեմ, ես չեմ հասկանում։ Ոչ բան չկա ցույց տալու։ Տաղանդավոր անուններ եւ քո մշակույթը։ Ես կուզեմ իմանալ Դավիթը ինչ երազանք ունի իր մասնագիտության հետ կապված։ Երազանք ունեմ, ավելի շատ նպատակ ունեմ, որ հենց այս մրցույթին հաղթանակով վերադառնամ հայրենիք, որովհետև մեզ հաղթանակներ շատ են հարկավոր, ավելի շատ են ճանաչում քո երկիրը, քո մասնագիտության մեջ դու ավելի կայացած ես լինում։ Կուզենամ առաջնայինա հաղթանակած վերադառնամ, ամենակարևորը դա է իմ համար։ Երազած բեմեր չկան։ Երազած բեմեր կան, բայց սիրում եմ, որ ամեն ինչ քիչ-քիչ առաջ գնում էլի, այսինքն քիչ-քիչ հասնեմ էլի ամեն ինչ։ Մի խոսքով, բոլոր ուժերը ու մտքերը մենք ուղղում ենք դեպի Սլավյանսկի բազարի հաղթանակը։ Շնորհակալություն։ Դա է ինձ համար կարևոր առաջնայինը եւ կարևոր է, որ փայլուն ելույթ ունենամ։ Լավ պատրաստվեմ եւ այնտեղ լավ ներկայանամ։ Ինչ երգեր եք ներկայացնելու այնտեղ։ Լարիսա Դոլինայից Ուլիբասյա մնե երգը եւ Grande Amore։ Grande Amore։ Ընտրել ենք առաջինը կատարում է Լարիսա Դոլինան իր երկացանկումը, երգը կոչվում է Ուլիբասյա, ինքը շատ հետաքրքիր ստեղծագործություն է, շատ չհնչած որպես սլավոն կոմպոզիտորի, բայց շատ գեղեցիկ ստեղծագործություն է։ Իսկ երկրորդը Il Divo, Il Volo այդ համաշխարհային խումբը, որը կա, ճանաչված շատ երգ է, Grande Amore այդ գործն է, որը Իտալերեն է, չէ՞։ Իհարկե իտալերեն։ Շատ գեղեցիկ երգ։ Շատ գեղեցիկ ստեղծագործություն է, իդեպ ու Դավիթի մոտ շատ գեղեցիկ ստացվում է, արդեն կենտրոնացել են գործի վրա, սկսում ենք աշխատել։ Այ սլավոն կոմպոզիտորի ստեղծագործությունը Դավիթը կներկայացնի իրենց նախագահական էստրադնի սիմֆոնիչեսկի օրկեստրի նվագակցությամբ, մեծ բեմում իհարկե, եւ հիմա աշխատում ենք նաեւ գործիքավորման վրա, որ շատ գեղեցիկ նաեւ ստացվի եւ նորմալ, այսինքն դրանք շատ կարեւոր են։ Իդեպ մի հետաքրքիր բան էլ ուզում եմ ասել, Անուշիկ, մենք մեզ նաեւ վերջին շրջանում դե արդեն 7-րդ տարին է որ պետք է մեկնենք, անընդհատ ասում են, որ նաև մեր արած գործիքավորումները, որոնք որ մենք տանում ենք, ներկայացնում ենք, բոլոր երկրների երաժիշտների գործիքավորումներից տարբերվում են։ Լուծումները, որոնք որ մենք նաև կատարում ենք այստեղ, իհարկե բնականաբար մեծ խումբ է աշխատում եւ այդ ամեն ինչը անում ենք։ Տարբերվում է էլի բարդության Բարդությամբ, այո, պրոֆեսիոնալիզմով, գործիքների գեղեցիկ շարվածքով եւ նաեւ յուրաքանչյուր գործիքի ճիշտ օգտագործմամբ, որովհետեւ ինքը մեծ սիմֆոնիկ նվագախումբ է, մենք նախապես դա անում ենք, ուղարկում ենք իրենց, որ իրենք պարզապես Փաստորեն երգերը օրիգինալով չեն կատարում, հա, այսինքն Ոչ, մենք օրիգինալով չենք կատարում, որովհետեւ ես օրինակ դեմ եմ, որ օրիգինալ, այսինքն պահպանել կոմպոզիցիան դա բնականաբար պետք է պահել, բայց յուրաքանչյուր արտիստ ինքը յուրովի է զգում եւ յուրովի կատարում է եւ յուրովի իր մեկնությունը պետք է ունենա։ Եթե դու գնաս ու copy paste անես այս ամեն ինչը, չեմ կարծում որ դա եւս արվեստ է։ Այսօր արվեստ իմպրովիզացիան է, ինչպես որ օրինակ ժամանակին ասում են որ ջազը լրիվ իմպրովիզացիա է, չէ՞, բայց հիմա արվեստի ցանկացած ճյուղ ինձ համար, եթե դու արվեստի կրող ես, դա իմպրովիզացիա պետք է լինի։ Քոնը պետք է դառնա կատարողականությամբ, զգացողականությամբ, խարիզմայով, մեկնությամբ, շեշտերով, ամեն ինչով։ Դրանք կարևոր բաներ են։ Դե անշուշտ, ասում եմ յուրաքանչյուր ստեղծագործող գրող ինչ էլ որ գրի, ինչքան էլ գեղարվեստական հարթություն տա դրան, մեկը ինքը իր մասին եւ իր անցածի մասին է գրում, կամ իր ապրածի մասին է գրում։ Հետեւաբար դե ամեն մասնագիտության մեջ եթե դու իրապես կրողն ես դրա գրագետ ես, անհնար է որ քեզնից այնտեղ մեծ ներդրում չգնա, ուզես չուզես։ Դե ձեզ հաղթանակ ենք մաղթում։ Հուսանք հաղթանակով վերադառնալիս արդեն առիթ կունենանք ձեզ այստեղ ձեր մրցանակով ներկայացնելու։ Աստված ձեզ հետ։
Շնորհակալ ենք Հանդիպենք Աստված այո մեզ հետ միջոցառումների հաջորդ ժամանակ։ միջոցառումների ժամանակ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, այո, մեզ հաղթանակներ, ինչպես ասեց Դավիթը, շատ պետք են եւ եթե մենք մշակույթը այսօր չպահպանենք ու դրա տարածման գործում չունենանք մեր ներդրումը, ես կարծում եմ, որ մենք բավականին մեծ իհարկե հսկայական ռեգրես կապրենք կյանքում, նամանավանդ այսօրվա այս թող ու բոհի մեջ, այս անհասկանալի պտույտի մեջ, որ ընկել ենք մենք ու պետք է իհարկե հնարավորինս պահպանենք սա, դեպ տա Աստված, որ մարդիկ ավելի շատ լինեն, ովքեր որ վերջին շրջանում մի վատ տենդենց կա, քննադատում են ավելի շատ, որ գովելի լինի ցանկացած գործընթաց։ Ասում են, ինչու եք գնում Եվրատեսիլ, ինչու եք գնում, չգիտեմ, Սլավյանսկի բազար, ինչու եք գնում, այսինքն ձեզ ինչի՞տ է պետք եւ այլ եւ այլ։ Բա ուր գնանք, այսինքն ինչ անենք։ Մեր մշակույթը ուր ներկայացնենք, էլի, հա, ինչ անենք։ Այսինքն մշակույթը ներկայացնելու համար էլի ինչ անենք։ Այստեղ սպառելու միջոց չկա։ Ուզում եմ, որ իհարկե համայն մեր հայոց աշխարհի վրա թող թևացի խաղաղություն, բարություն, մեկը մյուսիդ նկատմամբ հարգելի, սիրելի հարազատներ, բարեկամներ, իմ հայրենակիցներ, դուք բոլորդ մեր հարազատներն եք, մենք շատ փոքր ազգ ենք, բարություն սերմանեք եւ յուրաքանչյուր երևույթի նկատմամբ պարզապես բարին ուղեք, որպեսզի բարին գա եւ մեր երկիրը խաղաղությամբ գտնի։ Իմացաք։ Ինձ թվում է քննադատում են միայն նրանք, ովքեր ոչինչ չեն անում, որովհետև անողը գիտի, թե ինչքան դժվար է գալ դրան, ինքը գիտի, թե ինչ պատեր է ջարդում, ինքը գիտի ինչեր է հաղթահարում, որպեսզի գա ինչ-որ մի կետի, այնտեղից էլ հաղթանակ բերի կամ չբերի։ Եվ կարող է նախ չբերել, բայց ինքը գոնե փորձել է ու գոնե դրա համար ջանք է գործադրել եւ չի նստել ու տենց չի քննադատել ինչ-որ X մարդու։ Ես ավելի քան վստահ եմ, որ քննադատողները ոչինչ չանող մարդիկ են, փոխարենը միակ լուծումը դրա հետևյալն է։ Հենց սկսեք մի բան անել, ձեր ուղեղը զբաղվի, օրը, ժամանակը, էներգիան զբաղվի ինչ-որ մի բան անելով, կտեսնեք, որ ոչ միայն չեք քննադատի, այլ նաև մի բան անողին ներսում կհասկանաք ու կընդունեք, որ շատ դժվար է ինչ-որ մի բան վեր կենալ ու անել, այսինքն վեր կենալ ու անել։ Անկամ ճաշ վեր կենալ, էփել, դες պիտի վեր կենաս ու էփես։ Ոչ թե նստես ու ասես Աստված, եթե չլինի այն մեր հարևան աշխարհ կեթաս։ Անոնել այն օրը էփեց, հեչ լավ չէր էփել այդ ճաշը։ Ես որ էփեի, ես տենց չէի անի։ Բայց ինքը դեռ չի էփել։ Բայց անոն շատ վատ էր էփել։ Մնում է որ ինքը լավ էփի։ Մենք ձեզ հաջողություն ենք։ Շնորհակալ ենք շատ, ձեզ լավ եթեր ենք մաղթում եւ լավ օր։